Շատ լավ, նորից բարի երեկո բոլորին, իսկապես երբ որ մեր աղոթքների մեջ ենք, այնքան հոգեպարար են, այնքան մեզ լցնող են, այնքան մեզ զորակցող են, որ միայն այս պահին այստեղ ներկա գտնվողները դա կզգան, իրապես փառք Աստծու, որ ունենք մեր սրբերին, մեր աղոթքները, մեր ժամերգությունները, որոնք մեզ ուժ են տալիս եւ առաջ են տանում։ Այսօր մենք հասել ենք Մարկոսի ավետարանի 8-րդ գլխի վերջի բաժնին, այսինքն ուղիղ կեսին ենք հասնելու, որտեղ 16 գլխից է բաղկացած ավետարանը եւ 8-ը որ ավարտենք, փաստորեն կեսին հասած կլինենք, ու փաստորեն ինչ է դուրս գալիս մի կարևորագույն ձեռքբերում գոնե ինձ համար, որ ավետարանի կեսին հասանք։ Իսկ դա մեծ բան է, հավաստիացնում եմ ձեզ, ընդհանրապես քրիստոնեության մեջ շատ քչերը կան, որ ավետարան են սերտել։ Որտեւ ամեն մարդու չի տրվում, այդ ողորմությունը ամեն մարդու չի տրվում։ Մենք այն օրնվածներն ենք, որ 21-րդ դարում այսքան դժվարությունների ու խնդիրների հետ մեկտեղ ունենք այդ մեծ օրհնությունը ավետարան միասնաբար սերտելու ու ոչ թե սերտելու միայն, այլ սերտելու մեր եկեղեցու կամ ընդհանրական եկեղեցու մեծ սրբերի օգնությամբ, որ ինքնին հրաշք է ու իրապես ես հավատում եմ, որ ինչ որ հիմա այս պահին կատարվում է, սա հրաշք է, այլ ձև չի կարելի բացատրել։ Ուրեմն ինչպես ամեն անգամ անում ենք, պիտի փորձեմ նախ կարդալ նախորդ նյութը, որպեսզի մենք կապ տեսնենք այսօրվա հետ, ու այսօրվա նյութը կարդալով կսկսեմ նախադասություն առ նախադասություն միասնաբար սերտենք, թե ինչ են ասում մեր հայրերն այս կապակցությամբ։ Նախորդ նյութը, որ նախորդ չորեքշաբթի էր, հետևյալն էր։ Ասում է այդ օրերին ժողովուրդը դարձյալ շատ էր եւ ուտելու բան չունեին։ Հիսուս կանչեց իր աշակերտներին եւ ասաց նրանց. «Սիրտս ցավում է այս ժողովրդի համար, որովհետեւ արդեն 3 օր է, որ ինձ մոտ են եւ բան չուներ որ ուտեն, եւ նրանց իրենց տներն արձակեմ, եթե նրանց իրենց տներն արձակեմ, քաղցած ճանապարհին ուշագնաց կլինեն, որովհետեւ նրանցից ոմանք հեռուներից են եկել»։ Աշակերտները նրան պատասխանեցին եւ ասացին. «Որտեղից կարող ես նրանց հացով կշտացնել այս ամայի վայրում»։ Եվ նա հարցրեց նրանց. «Քանի նկանակ հաց ունեք»։ Եվ նրանք ասացին 7։ Եվ նա հրամայեց ժողովրդին նստել գետնի վրա եւ վերցնելով 7 նկանակները գոհություն հայտնեց Աստծուն, կտրեց եւ տվեց աշակերտներին, որ դնեն ժողովրդի առաջ, եւ նրանք հացը ժողովրդի առաջ դրեցին։ Եվ քիչ թվով ձկներ էլ ունեին, եւ նա այդ եւս օրնեց ու հրամայեց նրանց առաջ դնել։ Կերան եւ կշտացան եւ 7 զամբյուղ ավելացած կտորտանքներ վերցրին։ Եվ նրանք որ կերան մոտ 4000 հոգի են եւ նրանց արձակեց։ Եվ իսկույն աշակերտների հետ նավակ մտնելով եկավ Դաղմանունայի կողմերը, եկան փարիսեցիները եւ սկսեցին վիճել նրա հետ եւ նրան փորձելով երկնքից նշան էին ուզում նրանից։ Եվ նա իր հոգում զայրացավ եւ ասաց. «Ինչու է այս սերունդը նշան ուզում, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերնդին նշան չի տրվի»։ Թողեց նրանց նորից նավակ մտավ եւ գնաց ծովի մյուս կողմի եւ աշակերտները մոռացան հաց վերցնել, սակայն միայն մեկ նկանակ ունեին իրենց նավակի մեջ եւ նա պատվիրեց նրանց ու ասաց. «Զգուշ եղեք փարիսեցիների խմորից եւ հերովդեսականների խմորից»։ Իսկ նրանք իրենց մեջ խորհում էին եւ ասում. «Հաց չունենք»։ Հիսուս իմացավ նրանց խորհուրդը եւ նրանց ասաց. «Թերահավատներ, ինչու եք ձեր սրտում խորում, թե հաց չունեք։ Դեռ չեք հասկանում եւ չեք հիշում, ապշությունն է ձեր մտքերը պատել։ Աչքեր ունեք եւ չեք տեսնում, ականջներ ունեք եւ չեք լսում, եւ դեռ չեք հասկանում ու չեք հիշում, երբ 5 նկանակը բաժանեցի 5000 հոգու, կտորտանքներով լի քանի սակար վերցրիք, եւ նրանք պատասխանեցին 12։ Եվ երբ 7 նկանակ 4000 հոգու բաժանեցի, կտորտանքների քանի զամբյուղ լիքը վերցրիք, եւ նրանք պատասխանեցին 7։ Եվ նա նրանց ասաց. «Ապա ուրեմն ինչպես չեք հասկանում»։ Եվ այսօրվա նյութն է սա, ասում է եկան Բեթսայիդա եւ նրա առաջ բերեցին մի կույրի եւ աղաչում էին, որ դիպչի նրան, եւ նա բռնելով կույրի ձեռքից գյուղից դուրս հանեց, նրա աչքերը թքով թրջեց եւ ձեռքը նրա վրա դրեց ու հարցնում էր կույրին, թե բան տեսնում է։ Նա բացեց աչքերը եւ ասաց. «Տեսնում եմ մարդկանց, որ շրջում են ինչպես ծառեր»։ Նա կրկին ձեռքերը դրեց նրա աչքերի վրա, կույրը իր աչքերը բացեց եւ տեսնում էր։ Բժշկվեց եւ ամեն ինչ հստակ տեսնում էր։ Նրան իր տուն արձակեց եւ ասաց. «Գյուղ մի մտիր, այլ գնա քո տունը, իսկ երբ գյուղ մտնես, գյուղում ոչ ոքի չասես»։ Եվ Հիսուս իր աշակերտների հետ միասին ելավ գնաց Փիլիպպյան Կեսարիայի գյուղերը
Եվ ճանապարհին աշակերտներին հարցնում էր եւ ասում. «Մարդիկ ինչ են ասում իմ մասին, ով եմ ես»։ Նրանք պատասխանեցին ու ասացին. «Հովհաննես Մկրտիչը եւ ոմանք Եղիան, իսկ ուրիշներ մարգարեներից մեկը»։ Նրանց ասաց. «Իսկ դուք ինչ եք ասում իմ մասին, ով եմ ես»։ Պետրոսը պատասխան տվեց եւ ասաց նրան. «Դու Քրիստոսն ես»։ Եվ նա խստիվ պատվիրեց նրանց, որ իր մասին մարդու բան չասեն։ Եվ սկսեց ուսուցանել աշակերտներին, թե մարդու որդին պետք է բազում չարչարանքներ կրի, անարգվի երեցներից ու քահանայապետներից եւ օրենսգետներից մեռնի եւ երրորդ օրը հարություն առնի։ Եվ այս խոսքը ասաց բացահայտորեն, եւ Պետրոսը նրան մի կողմ տանելով սկսեց հանդիմանել նրան։ Իսկ նա դարձավ, տեսավ աշակերտներին, սաստեց Պետրոսին ու ասաց. «Ետևս գնա, սատանա, որովհետև դու Աստծո բաները չես խորհում, այլ մարդկանցը»։ Եվ նա իր մոտ կանչելով ժողովրդին, աշակերտների հետ միասին ասաց նրանց. «Եթե մեկը կամենում է գալ իմ հետևից, թող ուրանա իր անձը, թող վերցնի իր խաչ եւ գա իմ հետևից, որովհետեւ ով կամենում է ազատել իր անձը, այն պիտի կորցնի, իսկ ով կորցնի իր անձը ավետարանի համար, պիտի ազատի այն։ Ինչ օգուտ է մարդուն, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի, որովհետեւ մարդ ինչ ունի տալու իր անձի փոխարեն։ Ով որ ամոթ համարի ինձ իմ խոսքերը այս շնացող եւ մեղավոր ազգերի մեջ, մարդու որդին նրան պիտի ամաչեցնի, երբ գա փառքովն իր հոր եւ սուրբ հրեշտակների։ Եվ նրանց ասաց. ճշմարիտ եմ ասում ձեզ, թե նրանցից, որ այստեղ են կան ոմանք, որոնք մահը չեն ճաշակի, մինչև տեսնեն մարդու որդու փառքը։ Այս մասը փաստորեն չերևաց։ Հիմնականում այս բաժինն է, որ պիտի խոսենք, չափազանց խորն է, չափազանց լեցուն է, ի տարբերություն նախորդի շատ նյութ կա խոսելու, ու դրա համար միանգամից փորձենք արդեն անցնել նյութին ու հասկանալ, թե ինչի մասին է խոսքը, կապ տեսնելով նախորդ գլխի հետ, որ ասում էր. եկան Բեթսայիդա եւ նրա առաջ բերեցին մի կույրի եւ աղաչում էին, որ դիպչի նրան։ Եթե ուշադրություն դարձեցիք, նախորդ համարում Քրիստոս առաքյալներին ասեց. աչքեր ունեք եւ չեք տեսնում, եւ փաստորեն այս կոնտեքստի մեջ է, որ հիմա գալիս է կույրը եւ կույրի բժշկություն է կատարվում, որովհետեւ առաքյալները հստակ հասկացան մի բան, որ աչքեր ունենալը մի բան է, տեսնելը մեկ այլ բան, ու Քրիստոս հիմա օգնելու է իրենց, որ աստիճանաբար ոչ միայն իրենց մարմնի, այլ նաեւ հոգու աչքերը բացվեն ու ի վերջո նաեւ հասկանան, թե ինքը Քրիստոս ով է։ Եվ հետաքրքիր է, որ այդ ամենը պիտի կատարվեր Բեթսայիդայում, սա պատահական չի, որովհետև մենք Հովհաննես 1-ի մեջ ընթերցում ենք, որ Բեթսայիդան Փիլիպոսի, Անդրեասի եւ Պետրոսի քաղաքն էր, որովհետև հենց այսպես է ասվում, եւ Փիլիպոսը Բեթսայիդայից էր, Անդրեասի եւ Պետրոսի քաղաքից։ Փաստորեն 12 առաքյալներից 3-ը Բեթսայիդայից էին, եւ հետաքրքիր է, որ հենց Բեթսայիդայում պիտի լիներ կույրի բժշկություն, իսկ Բեթսայիդա բառացի նշանակում է ձկնորսության տուն։ Հետաքրքիր է նաև սա, որովհետև ըստ երևույթին առաքյալների մեծ մասը նաև ձկնորսներ էին, եւ այս ձկնորսությունը պատահական չի, որովհետև եթե կհիշեք, Քրիստոս բոլորին ասում էր, որ դուք պիտի մարդկանց ձկնորս դառնաք, եւ նաև ընթերցեցինք, որ այդ ձկնորսությունը կյանքի համար էր, ոչ թե մահվան համար։ Ուշադրություն դարձրեք, որ նորից այս բժշկություն, ինչպես որ նախորդ գրեթե բոլոր բժշկությունները բարեխոսական են։ Այսինքն կույր էր մարդը, բայց լեզու բերան ուներ, միևնույնը ինքը չէ, որ խնդրեց, որ Քրիստոս իրեն բուժի, այլ ավետարան ասում է եկան Բեթսայիդա եւ նրա առաջ բերեցին մի կույրի եւ աղաչում էին, որ դիպչի նրան։ Այսինքն նորից այս բարեխոսական աղոթքն ու խնդրանքը իր նպատակին է հասնում, ու սա եւս մեկ անգամ մեզ օգնում է, որ հասկանանք, որ շատ կարեւոր է, որ մեկս մյուսի համար աղոթենք, շատ կարեւոր է, որ մի քիչ առաջ արեցինք մեր հայրենիքի համար աղոթենք, որովհետեւ բարեխոսական աղոթքները լսվում են, ինչ որ մենք տեսնում ենք նաեւ ավետարաններում։ Եվ հետաքրքրորեն միակ տեղն է ամբողջ ավետարաններում, որ բժշկությունը փուլերով է կատարվում, միանգամից չի, որ կույրը բժշկվում է, երկու անգամից է, որ կույրը բժշկում է, եւ սա էլ իր խորը իմաստը ունի։ Հիմա փորձենք առաջ գնալ ու հասկանանք ինչ։ Եվ ասում է. Եվ նա բռնելով կույրի ձեռքից գյուղից դուրս հանեց նրա աչքերը թքով թրջեց եւ ձեռքը նրա վրա դրեց եւ հարցնում էր կույրին, թե բան տեսնում է։ Առաջի հարցը, որ իմ մոտ եկավ, հետեւյալն էր. ինչու գյուղից դուրս հանեց։
Այստեղ էլ մեզ օգնում է Մատթեոսը, որ հասկանանք։ Հովհաննես 1 օգնեց, որ հասկանանք, որ Բեթսայդան Փիլիպոսի, Պետրոսի եւ Անդրեասի գյուղն էր։ Իսկ Մատթեոսը մեզ օգնում է, որ հասկանանք, որ Բեթսայդայում բնակվողները խստասիրտ մարդիկ էին, խստասիրտ հրեաներ էին, եւ սա մենք ընթերցում ենք Մատթեոսի մոտ, Մատթեոս 11-ի մեջ, որ ասում է. «Վայ քեզ», Քրիստոսի բառերն են, «Խորազին, վայ քեզ Բեթսայդա, որովհետև եթե Տյուրոսում եւ Սիդոնում տեղի ունեցած լինեին այն զորավոր գործերը, որ ձեր մեջ արվեցին, վաղուց արդեն քուրջով եւ մոխրով ապաշխարած կլինեին»։ Ուրեմն դուրս է գալիս, որ Բեթսայդայի ժողովուրդը չնայած նրան, որ նույնիսկ 3 առաքյալ տվեց այդ գյուղը ինքնին, բայց խստասիրտ մարդկանցով լեցուն էր ու դրա համար Քրիստոս պիտի ասեր. «Վայ ձեզ Բեթսայդայի ժողովուրդ»։ Ու սա փաստորեն բացատրում է, թե ինչի Քրիստոս քույրի ձեռքը վերցրեց եւ Բեթսայդայից դուրս հանեց, գյուղից դուրս հանեց, որպիսի նրան բժշկի։ Ու սա շատ կարևոր է։ Եվ այստեղ նաեւ հայրերը միշտ տեսնում են այն պարագան, որ Աստված մեր ձեռքը բռնած մեզ առաջնորդում է դեպի բժշկության, ու սա Եսայի մարգարեությունն էր, կարծես, որ իրականանում էր 5 կտակարանյան, երբ որ ասում էր. «Արդարև ես եմ քո Տեր Աստվածը, որ բռնել եմ քո աջ ձեռքից, որ ասում եմ քեզ, թե մի վախեցիր, ես կօգնեմ քեզ»։ Այն մարգարեությունը, որը տեսանք Եսայի մարգարեի մոտ, հենց այս պահին իրականացվում էր։ Քրիստոս էր այդ նույն Աստվածը, որ բռնել էր աջ ձեռքից այս քույրի ու ասում էր. «Մի վախեցիր, ես օգնում եմ քեզ»։ Եվ այստեղ երկրորդ պարագան է, որ Քրիստոս օգտագործում է իր թուքը, որպիսի բժշկի, ու մենք խոսեցինք այն մասին, որ Աստծո համար, մարմնացած Աստծո համար ամեն ինչ որ Աստված ուներ, սուրբ էր, որովհետև Քրիստոսի մեջ պղծություն իբրև այդպիսին չկա։ Եվ ես այդ տարբերությունը դրեցի, որ Քրիստոս իր թուքով բժշկում էր, իսկ մարդիկ Քրիստոսին թուքով անարգում էին, երբ որ խաչելության ժամանակ ընթերցում ենք, թե ինչպես էին վերաբերում։ Ուրեմն հենց այս էր, որ Քրիստոսի թուքը եւ մարդկային թուքը, սրանք լրիվ տարբեր բաներ են, մեկը բժշկում է եւ օրհնություն է տալիս, իսկ մեկ ուրիշը անպատվում է եւ անարգանք է բերում։ Եվ ինչ է դուրս գալիս, եւ երբ որ առաջին ուրեմն թքով օգտագործեց, բայց բառացին աչքերին թքեց, ասում է նա բացեց աչքերը եւ ասաց. «Տեսնում եմ մարդկանց, որ շրջում են ինչպես ծառեր»։ Թարգմանությունը ամբողջական չի, ու դրա համար եթե ուշադրություն դարձնեք, հաճախ կամ գրաբար կամ հունարեն մեջբերումներն եմ կատարում, մանավանդ այս դեպքում հունարենը շատ օգնում է, որովհետև երկու տեսնել կա տեքստի մեջ։ Առաջի բառը բլեպոն է, որ նշանակում է տեսնել, to see, բայց երկրորդ բառը օռո, այս դեպքում օռո կամ օռեո, որ նշանակում է ոչ միայն տեսնել, այլ նաև հասկանալ, ընկալել, to perceive։ Ու դրա համար, երբ որ այս երկու բառերը հասկանանք, թե ինչ էր ասում կույրը, ինքը տեսնում էր, բայց ինքը սխալ էր ընկալում։ Եվ հաճախ մեր իրականության մեջ սա շատ է լինում, յուրաքանչյուր իր ընկալման ձևն ունի։ Ամեն մարդ, որ այս դռնից ներս է մտնում, նույն բանն է տեսնում, այստեղ ոչինչ տարբեր չի, բոլորի համար նույնն են, բայց ամեն մարդ տարբեր բան է ընկալում։ Եվ սա շատ կարևոր է, որ մենք հասկանանք։ Ոմանք ճիշտ են ընկալում, ոմանք սխալ են ընկալում։ Այս մարդը այս պարագային սխալ էր ընկալում եւ մարդկանց ինչպես ծառեր էր տեսնում։ Սա ինձ օգնում է նաեւ հասկանալու, որ այս մարդը որոշակի գիտակցություն ուներ ծառերի, որովհետեւ ուրեմն նախապես տեսողություն ուներ, որ հետո էր կորցրել, այլապես եթե իծնե կույր լիներ, գաղափար պիտի չունենար, թե ինչպիսին են ծառերը։ Ուրեմն սա նաեւ մեկն է, հետո հոգեվորին ենք տանելու անշուշտ, որ կուրացել էր հաճախ նաև պիտի տեսնենք իր մեղքերի պատճառով։ Հետաքրքիր մի բան կա, որ նրա տեսողությունը սկսում է լավանալ, սակայն ոչ ամբողջությամբ։ Եվ այստեղ գրում եմ այս դանդաղությունը եւ աստիճանական բացվելը ցույց է տալիս, որ մենք իբրև Տիրոջ առաքյալներ միանգամից չէ, որ սկսում ենք պարզ եւ հստակ տեսնել աստվածային ճշմարտությունները եւ օբյեկտիվ իրականությունը։ Երբեմն մենք ուզում ենք ամեն ինչ միանգամից տեսնենք, ամեն ինչի մասին միանգամից հստակ գիտակցություն ունենանք, բայց կոնկրետ հենց այս պարագան Մարկոս 8-ը մեզ օգնում է հասկանալ, որ համբերություն է պետք ու թերևս փուլային է բժշկությունը, մի բան, որ այսօր մենք հաճախ ենք տեսնում, որ նաև հենց մարմնական բժշկության մեջ էլ կան փուլային բուժումներ, ու այս նույնը նաև Քրիստոս էր ցույց տալիս հոգևոր բժշկության կամ հոգևոր տեսողությունը բացելու համար։
Ու քանի որ թերի էր, քանի որ ամբողջական չէր, ասում եք նա կրկին, այսինքն Քրիստոս կրկին ձեռքերը դրեց նրա աչքերի վրա, կույրը իր աչքերը բացեց եւ տեսնում էր, բժշկվեց եւ ամեն ինչ հստակ տեսնում էր։ Եվ այստեղ հարցը, առաջին հարցը, որ բոլորս կարող ենք տալ, թե ինչու առաջի անգամից չբժշկվեց։ Եվ մի քանի կարծիք կա, որոշ հայրեր ասում են, որ այս մարդու հավատը դեռ փոքր էր շատ, որտեղ եթե քեշեք ամբողջ ավետարանի մեջ Քրիստոս հավատ էր պահանջում, եւ ասում էր քո հավատի համաձայն թող քեզ լինի, ինչպես որ եղավ օրինակ Փյունիկեցի կնոջ պարագայում, երբ որ իր հավատի համաձայն իր աղջիկը բժշկվեց անկողնում։ Սո որ երբեմն նաև այս օրինակն են բերում, որ թերևս մենք ունենք հավատ, բայց մեր հավատը ամբողջական չի, կամ թերիա, կամ թերահավատ հենց այդ բառն ենք օգտագործում, որ հունարեն միշտ ասում եմ օլիգոպիստոս, այսինքն փոքրիկ հավատ ունենալ, եւ դա ինչ որ օգուտ տալիս է, բայց ոչ ամբողջական։ Եվ դրա համար պետք է որ մի քիչ էլ աշխատենք, որպեսզի մեր հավատը զորացնենք, որ մեր բժշկությունն էլ ամբողջական լինի։ Մյուսները ասում են, որ ինչպես որ ասացի, քայլ առ քայլ է պետք բժշկություն, եւ այստեղ բեյդի նման մարդիկ կամ բիդի նման մարդիկ ասում են, որ համբերությունը պետք, որ աստիճանական Քրիստոս նաև մեզ բժշկի, իսկ մյուսներն էլ ասում են, որ այս տեսողությունը խորքի մեջ հոգևոր տեսողություն էր, եւ դրա համար հիշում են երանիների մեջից այն հրաշալի 6-րդ երանին, որ ասում է Երանի սրտով մաքուրներին, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն, այսինքն այստեղ հոգևոր տեսողության մասին էր խոսքը եւ Քրիստոս սիրտն էր մաքրում այս քույրի, որը սկսի ինքը տեսնել օբյեկտիվ, ինչպես որ գրեց իրականություն ու անպայման նաեւ Աստծուն, որ շուտով պիտի տեսնեք այս ամբողջ տեքստը մեզ տանելու է դեպի աստվածատեսություն, որովհետեւ 9-րդ գլուխը լինելու է այլակերպության դրվագ, իսկ այլակերպության դրվագը հիմա կգանք այդտեղ աստվածատեսությունն է, որտեղ Աստված իր փառքով երևաց, մարդացած Աստված Հիսուս Քրիստոս իր փառքով երևաց։ Ուրեմն այս ամբողջը տեսողության մասին է, որ տանելու է դեպի այլակերպություն, պայծառակերպություն։ Եվ ինչ եղավ, ասում են նրան իր տուն արձակեց եւ ասաց. բժշկեց փաստորեն երկու փուլից եւ իր տունն արձակեց եւ ասաց. գյուղ մի մտիր, այլ գնա քո տունը, իսկ երբ գյուղ մտնես, գյուղում ոչ ոքի չասես։ Ուրեմն նախ ինչու գյուղ չմտնի, որովհետեւ ինչպես որ ասացի, Մատթեոսը մեզ օգնեց հասկանալ, որ գյուղը այնքան էլ լավ գյուղ չէր, այնքան վատն էր, որ Քրիստոս այդ գյուղին կոչեց, ասեց վայ ձեզ, Բեթսայիդայի բնակիչներ։ Ու ինչ է դուրս գալիս, երբ որ մեկը Քրիստոսին նոր է ընդունում, երբ որ Քրիստոսին սկսում է ճանաչել, նմանվում է մի ծիլի, մի փոքրիկ ծիլի, որը պետք է պաշտպանել։ Եվ այս դեպքում հաճախ այդ ծիլը տրորվում է կամ հավատի ծիլը տրորվում է, երբ որ անհավատների մեջ է սկսում ապրել։ Եվ սա շատ հստակ է, ու դրա համար այնքան կարևոր է, ինձ համար նաև շատ կարևոր է, երբ որ նոր եկող եմ տեսնում դասընթացներին, փորձում ես հնարավորինս նուրբ գտնվել, որովհետև նոր է ծիլը ու կարող է ինչ-որ մի փոքրիկ բան խանգարի ու այդ ծիլը չաճի։ Ու նույնը անում էր փաստորեն Քրիստոս։ Նոր է ծիլը աճել եւ շատ կարևոր է, որ ինքը չգնա այն փչացած վայրը, այդ նեխած վիճակը, որտեղ այդ ծիլը խեղդվելու է ու չի կարողանալու աճ արձանագրել։ Որովհետև այս մարդիկ, ինչպես որ ասացի, եւ անհավատ էին, եւ խստասիրտ էին, եւ այս ամբողջը խանգարում է մեր մթնոլորտը կարող է օգնել եւ խանգարել մեզ։ Ու շատ հստակ է, մթնոլորտ կա, որ հաճախ ա եղել, ասել են չենք ուզեցել գալ Սուրբ գրային սերտողության, բայց եկել ու փոխվել ենք ու զգացել ենք։ Ու եղել է նաեւ մեկ այլ բան, որ գնացել են դրական տրամադրությամբ ինչ որ միտեղ, բայց այնքան վատն ա եղել, որ կեսից դուրս են եկել։ Ուրեմն շատ կարևոր է մթնոլորտը, ու դրա համար էր ասում, որ գյուղ մի մտի, այլ անմիջապես գնա քո տունը։ Եվ այստեղ նաև հայրերը այս միտքն են ասում, որ որն էր իր տունը։ Իր տունը նախ եւ առաջ եկեղեցին էր։ Դրա համար օիկոս բառը, որը որ տուն է նշանակում հունարեն, շատ հաճախ նաև նշանակում է եկեղեցի։ Եվ ամենակարևորը իմ կարծիքով ինչու ասած, որ միանգամից տունդ գնա, որովհետև Քրիստոսին, որ վկայես, որ պիտի վկայես, որովհետև մի հրաշք կատարվեց քո կյանքում, որ որևէ մեկը չէր արել, դու պիտի սկսես քո տնից։ Յուրաքանչյուրս մեր տնից պիտի սկսենք, ժողովուրդ։ Եթե մեր տան մեջ Քրիստոս չի խոսում, Քրիստոս չի վկայում, եթե ավետարան չի ընթերցվում, Աստծո խոսքը չկա, բայց դրսում մենք մեզ ուսուցիչներ ու քրիստոնյաներ ենք ցույց տալիս, մենք խաբում ենք մեզ, մենք փարիսեցի ենք։ Ու դրա համար էր այստեղ Քրիստոս մեզ օգնում, որ հասկանանք, որ եթե սկսում ես քո առաքելությունը, առաջինը տնիցդ սկսի։ Իմիջիայլոց ամենադժվարն է տանը։
որտեվ հաճախ հարազատ բարեկամ ընկեր շատ ավելի դժվար են ընկալում քո փոփոխությունը դեպի Քրիստոս գալը, բայց եւ այնպես սա է ճանապարհը, մեր տներից պիտի սկսենք ու փորձենք մեր տան մեջ լուսավորել ու հա թե ինչու Քրիստոս նաեւ ասում էր գնա քո տունը, որը շատ կարեւոր է, որ մենք ընկալենք։ Եվ շարունակում էր Տերը ասելով եւ Հիսուս իր աշակերտների հետ միասին ելավ գնաց Փիլիպյան Կեսարիայի գյուղերը եւ ճանապարհին աշակերտներին հարցնում էր եւ ասում. Տեսեք երկու հիմնական դրվագ, առաջին այս քույրի բժշկությունն էր, որ Բեթսայդայում էր, ու մենք փորձեցինք հասկանալ թե ինչու Բեթսայդայում եւ ինչու երկու անգամից բժշկվեց եւ ինչու ասեց տունդ գնա։ Հիմա գալիս ենք մեկ այլ տեղ, որ Փիլիպյան Կեսարիան է, եւ այստեղ Փիլիպյան Կեսարիայում եւ որ փորձել եմ նկարը դնեմ, կատարվելու է կյանքի ամենամեծ հարցադրումը եւ կյանքի ամենամեծ հարցադրման պատասխանն է տրվելու։ Ով է Քրիստոս։ Սրանից ավելի մեծ հարց չկա աշխարհում եւ սրանից ավելի կարեւոր պատասխան չկա աշխարհում եւ փաստորեն այս աշխարհի կարեւորագույն հարցն ու պատասխանը կատարվեց Փիլիպյան Կեսարիայում։ Ուրեմն եւ ավետարանիչները ոչ միայն Մարկոս, այլ նաեւ Մատթեոսն են շեշտում այս տեղը, ուրեմն այստեղ ինչ որ կարեւորություն ուներ, որ հենց այստեղ Քրիստոս ընտրեց, որ հարցնի այս կյանքի ամենակարևոր հարցը։ Իսկ ո՞րն էր այդ Փիլիպյան Կեսարիան։ Մի քանի բան կար, նախ հնում, ամենահնում ինքը Բահաղի կուռքի կենտրոնն էր։ 5 տակարան ժամանակներում Բահաղին էին պաշտում։ Հերովդեսի օրոք, որ Քրիստոսի ժամանակն էր, ուրեմն Հերովդեսը, գիտենք, որ նաև այդքան մանուկների սպանեց ու Քրիստոսին էր ուզում սպանել, Օգոստոս Կայսրին պատիվ անելու համար մի տաճար կառուցեց այնտեղ եւ այդտեղ մարդկանց պարտադրում էր, որ Օգոստոս Կայսրին պաշտեն իբրև Աստված։ Սո կռապաշտության վայր էր։ Իսկ հույները սա նաև Պան Աստծուն, իրենց ճակերտավոր կուռք Աստծու համար մեծ տաճար էին կառուցել, իսկ Պանը ինքնին բնության աստվածությունն էր։ Հաճախ այս Պանը նաև ընդհանրություն է նշանակում, օրինակ ասում ենք պանթեիզմ, այսինքն ընդհանուր։ Բայց Պանը նաև հետաքրքրորեն այն կուռքն էր, տարօրինակ մի կուռք էր, այծի մարմնով եւ մարդու գլխով վերևի մասը մարդ տակը այծ, գլուխին էլ կոտոշներ, որ չարն է խորհրդանշում, որը նաև մարդկանց պանիկային էր տանում։ Փենիկ, պանիկա բառը այս պանից է գալիս, որ մարդկանց ներաշխարը խառնում էր, վախ էր արթնացնում մարդկանց մեջ, եւ փաստորեն այս երեքի կենտրոնն էր Բահաղի վայրը, Կայսրի պաշտամունքի վայրը եւ Պանի, հունական Պանի պաշտամունքի վայրը։ Եվ այս խառնարանում, այլ խոսքով Բաբելոնում, Քրիստոս այս հարցադրումն է տալիս, ասելով թե ինչ եք կարծում, ով եմ ես։ Եվ իրապես, երբ որ ավելի լավ ենք պատկերացնում, թե ինչ է այս վայրը, ու իմիջիալուց դրա համար էր, որ ինքը, հետո որդին Փիլիպոսը, այս քաղաքյանը կոչել Փիլիպյան Կեսարիա, այսինքն Կեսարին եմ նվիրում, բայց սա ես եմ նվիրում, Փիլիպոսն է նվիրում, իսկ Փիլիպոսը Հերովդեսի զավակն էր։ Սո ուրեմն այս խառնարանի մեջ կյանքի կարևորագույն հարցն է տրվում ու կարևորագույն հարցի պատասխանը ու ոչ բոլորն են ճիշտ ծանոթացում ունենում Քրիստոսի։ Դրա համար առաջի հարցը Քրիստոս ասաց հետևյալ ձև տվեց. Մարդիկ ինչ են ասում իմ մասին, ով եմ ես։ Եվ ասում են նրանք պատասխան տվեցին եւ ասացին Հովանես Մկրտիչը եւ ոմանք Եղիան, իսկ ուրիշներ մարգարեներից մեկը։ Ուրեմն ինչ է դուրս գալիս, որ արդեն այսքան իմ հետ շփումների ժամանակ նախ մարդիկ են այսքան ինձ մոտ եկել, նաեւ դուք եք ինձ մոտ եկել, մարդիկ պիտի իմ մասին կարծիք ունենան եւ ուզում եմ իմանալ, թե մարդկանց կարծիքը իմ մասին ինչ է։ Մարդիկ կարծիք ունեն Քրիստոսի մասին, բայց երեքն էլ սխալ է։ Հովանես Մկրտիչը չի, այս նույն կարծիքին էր նաեւ եթե կհիշեք արքան, Եղիան չի, ոչ էլ մարգարեներից մեկն է։ Եվ այստեղ նաև հետաքրքիր մի բան կա, որ այդ դեպքում մենք իբրև Քրիստոսի աշակերտներ ինչ կարծիք ունենք, ինչու սա դրեցի առաջ մի քիչ անցնելը, որովհետև երբեմն եւ ոչ թե երբեմն էլ հաճախ մենք Քրիստոսի մասին դրսինների կարծիք ունենք։ Այս մարդիկ, ովքեր Քրիստոսի մասին կարծիք ունեն, իրենք դրսիններն էին, իրենք անընդհատ Քրիստոսի հետ չէին, իրենք իրենց Քրիստոսի աշակերտ չէին կարծում։ Եվ դրա համար էլ իրենց կարծիքը սխալ էր, բայց մենք մեզ հաճախ քրիստոնյա կոչողներս, մենք էլ դրսինների նման կարծիք ունենք Քրիստոսի մասին,
որ հաճախ այսպես երրորդ դեմքով ենք դիմում կամ ինչ որ խեղճ Քրիստոս ենք ասում կամ ինչ որ սխալ ընկալումներ ունենք Քրիստոսի մասին։ Ուրեմն խնդիրը այստեղ ուզում եմ կարևորել։ Մեր անձնական կարծիքը չի, այսօրվա աշխարհը այնտեղ է տանում, որ այնքան լիբերալ ենք դարձել, որ ես ունեմ իմ կարծիքը, դու հարգի իմ կարծիքը, չես կարող ասել ճիշտ եմ թե սխալ։ Քրիստոս հստակ դրան դեմ է խոսում։ Կա ճիշտ կարծիք, կա սխալ կարծիք։ So it's not about your preference, քո նախասիրության հարցը չի, դու ինչպես ես կարծում։ Իրականություն կա եւ օբյեկտիվ ճշմարտություն կա։ Եվ հետաքրքիր վերջի միտքը, որ դրեցի ինչ էր, ու շատ կապեցի սա մեր հայերի հետ, որ 3 կերպարներն էլ, լինի Հովանես Մկրտիչը, լինի Եղիան թե մարգարեներից մեկը, անցյալի մեծեր էին։ Անցյալի վրա էին կենտրոնանում այս մարդիկ։ Փոխանակ կենտրոնանալու ներկայի վրա ու ապագայի վրա մասնավորաբար։ Ու ես միանգամից այս համատական անցկացրեցի մեր հետ։ Մենք էլ անընդհատ մեր անցյալի մասին ենք խոսում, հպարտանում, պարծենում կամ գովում ենք մեր նախնիներին, մենք էս ենք ունեցել, մենք ծովից ծով Հայաստան ենք ունեցել, մենք Տիգրան մեծ ենք ունեցել, մենք Նարեկացի ենք ունեցել եւ այլն, բայց հիմա ինչ ունենք։ Ու հիմա ինչ ենք անում, որ վաղը ունենանք։ Այս սա է, որ հստակ այստեղ կոնտեքստը մեզ տալիս է, որ հрьяաները հնի վրա ապրող ժողովուրդ էին, հին փառքի վրա կառուցած մի բան, որ այսօրվա մասին ու վաղվա մասին չէին մտածում։ Եվ սրա համար է, որ Քրիստոս մեզ դաս է տալի, որ մենք դաս քայլենք, որովհետև այո, մեր նախնիներս տվել են, կանք մեր հայերին, շատ են տվել, անչափ շատ են տվել, բայց դա վերջանում է։ Եթե մենք ոչինչ չենք ստեղծում, ինչքան է շատ ժառանգություն ունենաս, եթե դու ոչինչ չես դնում, այլ միայն ծախսում ես այդ ժառանգությունը, օր է գալու, որ վերջանալու է այդ մարդկանց թողած, քո նախնիների թողած ժառանգությունը։ Ուրեմն մենք չպիտի լինենք այն մարդկանց նման, ովքեր մեծ ժառանգություն են ունեցել, ստացել ու անընդհատ ծախսում են առանց մի բան ավելացնելու այս ազգի գանձարանի մեջ։ Մենք կոչված ենք այս ազգի գանձարանի մեջ մի բան այսօր դնելու, որ չնմանվենք այն սխալ հрьяաներին, ովքեր միայն անցյալով էին ապրում եւ միայն անցյալի մասին էր իրանց միտքը։ Ու սա շատ կարեւոր է, որ ավետարանից նաեւ այս դասը քաղենք։ Եվ երբ որ սխալ մարդիկ դրսինները, այսպես կոչված սխալ կարծիք ունեն Քրիստոսի մասին, երկրորդ հարցն է տալիս Քրիստոս, ասելով նրանց ասած, իսկ դուք ինչ եք ասում իմ մասին, ով եմ ես։ Եվ այստեղ հայրերն ասում են, մենք երկու ձև կարող ենք այս հարցին պատասխանել, կամ մտքով, որտեղ կարդացել ենք, գիտենք, դասի ենք եկել, կամ TV ենք նայել, կամ հոգով։ Երբեմն մեր մտքի կարծիքը ու հոգու կարծիքը լրիվ տարբեր են լինում։ Մտքով մենք կարող ենք կամ խելքով խոստում դե Քրիստոս Աստծո որդին է, իմ փրկիչն է, բայց արդյոք մեր իրական կյանքում մենք դա այդպես ընդունում ենք, մենք Քրիստոսին իբրև մեր փրկիչ տեսնում ենք, մեր Տեր տեսնում ենք։ Ու դրա համար հայրերն ասում են, պիտի փորձենք, որ եւ մտքի եւ հոգու կարծիքը նույնանման լինի։ Եթե ճիշտ միտք ունենք, այսինքն ուղղափառ միտք ունենք, շատ կարևոր է, որ նաեւ այդ միտքը մեր հոգու հետ էլ համահունչ լինի, որ կարողանանք այդպես էլ ապրենք։ Եվ ինչ որ չափով միանգամից նարեկացու այս բնորոշումը հիշեցի, թե նարեկացու համար Հիսուսով էր։ Հետո նաև շարունակելու եմ, բայց սա կարծես մի փոքրիկ ուրեմն ընդմիջում է, կոնկրետ տեքստին անշուշտ ուղված, նարեկացու համար Քրիստոս անչափ հետաքրքիր ամբողջ մատյանը Քրիստոսի մասին անշուշտ, բայց ես մի փոքրիկ պատառիկը երրորդ աղոթքի մեջ դրեցի, որ հետեւյալն էր ասում է Տերին, Տեր պարգևատու, ինքնաբուն բարի, բոլորին տիրող հավասարապես, միայն արարիչ դու ամեն ինչի, փառավորյալ, անքնին, ահեղ, ահարգու, սոսկալի, հզոր, անպարագրելի, անմերձենալի, անըմբռնելի, անիմանալի, անճառելի, անտանելի, անզննելի, անտեսանելի, անշոշափելի, անորոնելի, անսկիզբ եւ անժամանակ, անտարակույս վստահություն, կատարյալ հանգիստ, անհեղլի կնիկ, անսահման պատկեր, վկայված անուն, ճաշակ քաղցրության, բաժակ բերկրության, հաց հոգին հաստող, սեր մթան նոտար, աներկբա խոստում եւ շարունակությունը կա։ Ու քանի որ շատ դժվար է նարեկացուն մանավանդ այստեղ ծնված երիտասարդների համար, նաեւ անգլերեն բաժինը դրեցի, որ ընթերցենք, ինքը բացառիկ մի բան է եւ իրապես այնքան ինչքան ասես
Քրիստոսի մասին միևնույնն բավարար չի լինելու, բայց մեծերը նարեկացունման շատ ավելի մեծ մտքի թռիչք ունեն եւ նարեկացին այն կերպարն է, որ իր միտքը եւ իր հոգին համահունչ է դարձրել։ Այն ինչ որ այն մտքի մեծությունը, որ ես հիմա տեսնում եմ, որ նարեկացին ունի, ես ավելի քան վստահ եմ, որ նույն իր հոգին է այդքան մեծ, որովհետեւ երկուսն իրար հետ են անում։ Եվ մեզ էլ օրինակ են տալիս արդեն մեր սրբերը հայ ազգի, թե ինչպես պիտի մենք մոտենանք Քրիստոսին եւ ինչպես մենք նաեւ իրեն պիտի ընդունենք։ Եվ ասում է Պետրոսը պատասխան տվեց եւ ասաց նրան. դու Քրիստոսն ես։ Հետաքրքիր է, որ այս վկայությունը հավատի վկայությունը, որը որ նաև մեր վկայությունը պիտի դառնա, բայց ինչու է սա բացառիկ վկայություն։ Մի քանի հայր էին այս մասին խոսում, ասում է հիմա դարեր հետո մեզ համար շատ սովորական է թվում Պետրոսի պատասխանը։ Դե գիտենք, որ Քրիստոսն է։ Բայց այդ ժամանակ մանավանդ հաշվի առնելով ընկալումը, թե ում էին սպասում հրեաները, ով էր այդ Մեսիան, Մեսիա եբրայերեն, Քրիստոս հունարեն։ Ով էր այդ Մեսիան կամ Քրիստոսը, իրենց ընկալմամբ ինքը հզոր զինվոր էր, արքա էր, որ պիտի գար հռոմեացիներին կործաներ հզոր բազուկով, զենքով, ուժով եւ հանկարծ Պետրոսի մոտ այդ միտքն է ծագում, որ Մեսիան, Քրիստոսը ոչ թե այդ հզորն է, ոչ թե այդ միջև հիմա հրեաները սպասում են, այլ իմ կողքի մարդն է, որը շատ խոնար է, որը նյութական ոչ մի հնարավորություն չունի, որը զենք չի բռնել։ Ու դրա համար է, որ այս բացահայտումը Քրիստոս հետո պիտի ասի, սա Աստծուց էր, սա քեզնից չէր, դու չէիր կարող այսքան հասկանալ։ Եվ Աստված է, որ տալիս այդ իրական ճշմարտությունը, որ մենք հասկանանք։ Ու սրա համար է, որ շատ կարևոր է նաև այստեղ համալրել այս միտքը Մատթեոսով, որովհետև Մարկոսը ընդհանրապես շատ կծկտուր է ներկայացնում այս պատումը, իսկ Մատթեոսը բացում է մեզ փակագծերը, որ ավելի լավ հասկանանք։ Ասում է. «Երանի է քեզ Սիմոն Հովնանի որդի, որովհետև մարմինը եւ արյունը չէ, որ հայտնեց քեզ, այլ իմ Հայրը, որ երկնքում է։ Եվ ես քեզ ասում եմ, որ դու վեմ ես, եւ այդ վեմի վրա պիտի շինեմ իմ եկեղեցին, եւ դժոխքի դռներն այն չպիտի հաղթահարեն, եւ քեզ պիտի տամ երկնքի արքայության բանալիները, եւ ինչ որ մի անգամ կապես երկրի վրա, կապված պիտի լինի երկնքում, եւ ինչ որ արձակես երկրի վրա, արձակված պիտի լինի երկնքում»։ Այս հրաշալի խոսակցությունը, որը որ նաև պատարագի մեջ ենք մենք դրել, Մարկոսը ընդհանրապես չունի։ Ու դրա համար նորից շատ կարևոր է, որ ամեն անգամ փորձում եմ անել ավետարաններ, ինչպես որ ասում եմ մոզաիկային, որ մեկը մյուսին լրացնում է, որ կարողանանք ավելի լավ հասկանալ։ Բայց այս դեպքում մի հատ ինձ հարց է ծագում, որ հայերին մոտ էլ ա եղել, որ բայց չէ որ Մարկոսը Պետրոսի անմիջական գրիչն էր։ Եվ այս խոսակցությունը եղել է Պետրոսի եւ Հիսուսի հետ միջև։ Ապա ինչպես է, որ Պետրոսը Մարկոսին այս մասին չի ասել, ու Մատթեոսն է սա գրում։ Եվ պատասխանը հայրերի հետևյալն էր, որովհետև Պետրոսը չափազանց խոնար էր եւ պետք չէ որ իր անձը բարձրացնի, իսկ այստեղ իր անձն է բարձրանում։ Բայց հաջորդ պահին, երբ որ Քրիստոս Պետրոսին ասում է, հետևս գնա սատանա, թողել է, որտեղ խոնարհության նշան է, ու մեզանից յուրաքանչյուրն էլ հայրերն ասում են, դի փորձենք խոնարհվել, ոչ թե մեր անձը բարձրացնել։ Եվ դրա համար այս միտքը օրինակ Թեոփիլակն էր ասում, որպեսզի ինքնագովություն չլինի։ Այս կոնտեքստի մեջ առաջի անգամ ընդհանրապես ավետարաններում, բայց սա միայն Մատթեոսի մեջ է, Մարկոսը չուներ, ավետարան բառից բացի օգտագործվում է նաև եկեղեցի բառը, որ էկլեսիա բառն է։ Այստեղ է, որ օգտագործվում է եկեղեցի եւ հետաքրքրորեն եւ ավետարանը եւ եկեղեցին, որ հետագայում Վարդանանք պիտի ասեին մեկը մեր հայրն է եւ մեկը մեր մայրն է, երկուսը այս կոնտեքստի մեջ է տրված Մատթեոսի ավետարանի մեջ, որ ինքնին շատ հետաքրքիր է։ Իսկ Քրիստոսը իր մասին ինչ էր ասում, ինչ այս Մարկոսի ավետանում, միջև 8-րդ գլուխը ինչ կարդացինք։ Մի քանի վկայություններ բերեմ, 3-ը գոնե։ Քրիստոս ասում էր, որ ինքը բժիշկն է, Մարկոս 2:17-ում։ Քրիստոս ասում էր, որ ինքը փեսան է։ Քրիստոս ասում էր, որ ինքը շաբաթվա տեժն է, որ արդեն Աստված լինելու գաղափարն է տալիս։ Բայց ամենաամբողջական պատկերը Քրիստոսի անձի տալիս է Հովանես ավետարանիչը իր ավետարաններում, երբ որ եսեմները, այեմները անգլերենով, էգո էյմի հունարեն տալիս է 7 անգամ Քրիստոս իրեն ասում է ես եմ, օրինակ, որդատունկը։
կամ ես եմ կյանքի հացը, կամ ես եմ աշխարհի դուռը, լույսը, կամ ես եմ դուռը, կամ ես եմ բարի հովիվ, այս 7-ը, որոնք որ բոլորն էլ Աստծուն են ուղված, որովհետև Մովսեսին Աստված իր անունը երբ որ հայտնում էր, ասեց ես եմ, էգոեյմի հենց այս նույն բառերը, Քրիստոս այս 7 եսեմները տալիս է Հովանու ավետարանի մեջ, որպեսզի ավելի լավ պատկերացում կազմենք, թե ով է խորքի մեջ ինքը մեր Տերը։ Եվ քանի որ վկայությունը կար ու ճշմարիտ էր վկայությունը, ու կարծես թե առաջի անգամ լինելով բացահայտվում է, թե ով է ինքնին Հիսուս Քրիստոս, այս ընթացքում Քրիստոս պիտի ենթադրում ենք, պիտի ասեր ապրեք, գնացեք ու բոլորին տեղյակ պահեք, որ ես ինքնին հենց այդ Քրիստոսն եմ, այդ Մեսիան եմ, որին բոլորը սպասում էին, բայց դրան հակառակ բան է ասում Քրիստոս եւ նա խստիվ պատվիրեց նրանց, որ իր մասին մարդու բան չասեն։ Շատ տարօրինակ է այս մոտեցումը, որովհետեւ հաճախ երբ որ մի լավ բան է լինում ու կարևոր բան կամ բացահայտում ոչ թե բան, մենք փորձում ենք հնարավորինս շուտ տեղյակ պահել, բայց Քրիստոս խստիվ պատվիրում է, որ իր մասին մարդու որևէ բան չասին։ Ինչու՞։ Հայրերի մոտեցում ինձ համոզում է այն առումով, որ դեռ նոր է բացահայտվել Քրիստոսի կամ Հիսուսի Մեսիա լինելը, Հիսուսի Քրիստոս լինելը։ Ու շատ բաներ դեռ նոր իրենք առաքյալները պիտի սովորեն, իսկ հիմա ինչ որ իրանք գիտեն, թերի է։ Դրա համար Քրիստոս հայրերի կարծիքով ասում է չուզեց, որ իրենց թերի գիտելիքը անմիջապես ժողովրդին ներկայացնեն, բայց շուտով պիտի սկսեին ներկայացնել իր հարությունից հետո։ Եվ սա ինքնին ինձ դաս տվեց, որ Հայք, երբ որ մի բան ես խոսում ու մանավանդ երբ որ Քրիստոսի մասին ես խոսում, թերի իմացած ժամանակ չխոսես։ Այն ինչ որ Քրիստոս իր աշակերտներին թույլ չտվեց, որովհետև հաճախ, ինչպես որ հիշեցի խորենացու ողբը, մենք դեռ չսովորած ուսուցիչ ենք։ Սիրում ենք ուրիշներին դաս տալ, սովորեցնել։ Մեր ազգը բոլորը ուսուցիչ են, մանավանդ քաղաքականության եւ մյուս բաներով, այն ինչ որ ողբներ մեզ ասում, որ չի կարելի։ Մանավանդ հոգևոր առումով, մանավանդ հավատքի առումով շատ կարևոր է որ հասկանանք, որ միջև չմարսենք, չընկալենք, պետք չի մեր վկայությունը տանք, որովհետև օգնելու փոխարեն կարող ենք նաև շեղել մարդկանց։ Եվ ասում եմ, եւ սկսեց ուսուցանել աշակերտներին, թե մարդու որդին պետք է բազում չարչարանքներ կրի, անարգվի երեցներից ու քահանայապետներից եւ օրենսգետներից եւ մեռնի եւ երրորդ օրը հարություն առնի։ Ես ռոք մոռացել եմ չարժը միացնեմ, կգաս։ Ուրեմն այս հետաքրքիր մի տեղ է, ուզում եմ նորից ընթերցեմ, ասում եմ եւ սկսեց ուսուցանել աշակերտներին, թե մարդու որդին պետք է բազում չարչարանքներ կրի, անարգվի երեցներից ու քահանայապետներից եւ օրենսգետներից, մեռնի եւ երրորդ օրը հարություն առնի։ Տեսեք ինչ է, եթե փորձենք սեղմել։ Չարչարանք, անարգանք, մահ։ Եվ այդ մեծ ոգևորությունից հետո, որ փաստորեն ճիշտ ես, ես եմ Մեսիան, այդ հաղթողն եմ, այդ զորեղն եմ, այդ հսկան եմ, լրիվ հակառակ բան ասում Քրիստոս։ Ես պետքա չարչարվեմ, ես պետքա անարգվեմ, ես պետքա մահանամ։ Եվ ում կողմից եմ սա արվելու է երեցների կողմից, արվելու է քահանայապետների կողմից եւ արվելու է օրենսգետների կողմից։ Երեցները կոնկրետ քահանաներն են, հերյա, քահանայապետներն ավելի բարձր դասներ եւ օրենսգետները նրանք էին, ովքեր որ Մովսեսի օրենքի մասնագետներ են, այսինքն ուսուցիչներն էին։ Այլ խոսքով անգլերենով ասում են Sanhedrin, որը բաղկացած էր 70 գումարած 1 հոգուց, իրենց ազգային ժողով այսպես կոչված, ղեկավար մարմինը հրեաների, որը 70 հոգի եւ հիմնական գլխավոր քահանայապետը։ Խորքի մեջ, երբ որ Քրիստոսին խաչում են, այս բոլորն էին, որ իմի եկան, ոչ թե 1-2, այլ շուրջ 70-71 հոգի, ու որոշեցին Քրիստոսին խաչ անել։ Ու այստեղ իմ աչքին մի բան զարնեց, որ աստորեն չկար, փարիսեցիները չկան։ Ու փաստորեն հասկացա մի բան, որ Քրիստոսին ամենաշատը, շնորհակալ եմ բանես, հալածողները, բզողները, նեղացողները փարիսեցիներն էին, բայց փարիսեցիներն իրենք վերնախավ չէին։ Վերնախավը այս մարդիկ էին։ Ուրեմն ի՞նչ է դուրս գալիս, որ հաճախ այն մարդիկ, ովքեր որ մեզ նեղացնում են շատ հաճախ, դրանք ընդհանրապես գործիք են։
բայց վերնախավը լրիվ ուրիշ է։ Եվ իրապես ինչպես որ այն ժամանակ էր այդպես, հիմա էլ է նույնը, որ հաճախ օգտագործելով mass media-ն եւ այլն խոսնակներ ենք ասում, խոսք տանող բերողները լրիվ ուրիշ են, բայց ղեկավարը, գլուխը, ուղեղը լրիվ ուրիշ է, ու այս ուղեղն էր, որ Քրիստոսին որոշել էր սպանել եւ փաստորեն չարչարել, անարգել եւ սպանել։ Մարկոս 2-ում, որ նոր էինք սկսել ավետարանը, Քրիստոս ասաց, որ մարդու որդին պիտի վերցվի իրենցից։ Եվ վստահաբար այդ ժամանակ առաքյալները չհասկացան, թե ինչ է նշանակում իրենցից վերցվել։ Հիմա արդեն 8-րդ գլխի մեջ, երբ որ արդեն հասնում ենք Քրիստոսի խաչելությանն ենք աստիճանաբար մոտենում, արդեն Քրիստոս բացահայտ իրենց ասում է, որ ձեր մոտից վերցվել նշանակում է չարչարվել, նշանակում է անարգվել եւ նշանակում է նաեւ սպանվել։ Ու սա է հետաքրքիր, ու այդ սպանությունն ինքնին 3 օր է տևում։ Ուզում եմ սա էլ շատ կարևորենք։ Երբեմն մենք մահվան մեջ կարծես մնացած լինենք, ինչպես Սաղմոս 2-ն է ասում, բայց դա ամբողջական չի, դա ժամանակավոր է, դա ճակերտավոր 3 օր է, որտեղ դրանից հետո լինելու է հարությունը։ Իսկ մենք չենք կենտրոնանում հարության վրա։ Եվ նաև այստեղ ուզում եմ շատ կարևորել, որ Քրիստոս չասեց 3 օր հետո, այլ ասեց 3-րդ օրը, որտեղ երբեմն իմ մոտ եկել ասել են ավետարանը կամ Քրիստոս ճիշտ չի, եթե ինքը ուրբաթ օրը խաչվեց, իսկ կիրակի արդեն առավոտյան հարություն էր առել, ուրեմն 3 օր չի։ Բայց այստեղ շատ կարևոր է ոչ թե 3 օր հետո, այլ 3-րդ օրը։ Իսկ եթե հասկանում ենք ճիշտ բառերը, ուրեմն ամեն ինչ տեղն է ընկնում, ու նույնիսկ խորքի մեջ սա նորից մարգարեության իրականացում է, որովհետև Ովսե 6:3-ում ասում էր 2 օր հետո նա կկենթանացնի մեզ եւ 3-րդ օրը կելնենք կկանգնենք նրա առաջ։ Այս հարության տեսիլքը Ովսե մարգարեի մոտ արդեն կար ու կար ոչ թե 3 օր հետո, այլ 3-րդ օրը։ Եվ այն ինչ որ Քրիստոս արեց, շատ հստակ է որ հասկանանք։ Ուրեմն, եթե ճիշտ ենք ընթերցում Աստվածաշունչ մատյան, ամեն ինչ հստակ ու պարզ է, բայց եթե սխալ ենք կարդում, այդ ժամանակա որ խնդիրները գալիս են։ Ու եթե ուշադրություն դարձրեցիք, այստեղ Քրիստոս իրեն կոչեց մարդու որդի։ Ու այս ընկալումը շատ տարածված է, որովհետև շատերը մարդու որդի ասելով միայն մարդն են տեսնում, մանավանդ ժամանակին Քաղկեդոնի այս խնդիրների մեջ, երբ որ մեզ մեղադրում էին եւ այլն, սա ուրիշ հարց է, բայց ուզում եմ այստեղ հստակ հասկանանք, որ մարդու որդի եւ Աստծո որդի եզրերը, տերմինները, սրանք ուղղակի հումանիշներ են եւ ուզում եմ օրինակը բերեմ։ Օրինակ Դանիելի մեջ, որը որ հետաքրքիր է ու շատ հաճախ այս մարգարեությունը նաեւ հрьяաները շատ գիտեին, մեր հայերեն թարգմանությամբ 8-րդ գլուխն է, անգլերենով տարբեր է։ Հետևյալն է ասում է գիշերային տեսիլքում տեսնում էի, որ ահա երկնքի ամպերի միջից գալիս էր մեկը մարդու որդու նման եւ հասնում ծերունուն։ Նա բերվեց նրա առջև, նրան իշխանություն, պատիվ եւ արքայություն տրվեց, բոլոր ազգերը, ժողովուրդներն ու լեզուները պիտի ծառայեին նրան, նրա իշխանությունը հավիտենական իշխանություն է, որ չի անցնի եւ նրա թագավորությունը չի կործանվի։ Հովհաննես 3-ի մեջ հետաքրքիր մի բան է, նորից երկնքի հետ կապված, ու ես շատ եմ այս համարը մեջ բերել, ասում է արդ ոչ ոք, սա Քրիստոսի բառերն են։ Երկինք չի ելել, եթե ոչ նա, որ իջավ երկնքից մարդու որդին, որ երկնքում է։ Ուզում եմ այստեղ կարևորենք։ Ասում է իջնողը, երկնքից իջնողը մարդու որդին էր։ Եթե մենք տարբեր հասկանանք մարդու որդուն ու Աստծո որդուն իրանից, անտրամաբանական է թվում։ Երկնքից իջնողը բնականաբար պիտի լիներ Աստծո որդին, ոչ թե մարդու, եթե տարբեր են։ Բայց եթե երկուսը հոմանիշ են, ուրեմն իմաստը նորմալ է, ու Քրիստոս շատ հստակ է ասում, նորից եմ ուզում ընթերցել, արդ ոչ ոք երկինք չի ելել, եթե ոչ նա, որ իջավ երկնքից, մարդու որդին, որ երկնքում է, այդ իջնողը մարդու որդին էր, որ չնայած իջավ, միևնույն է ինքը այս պահին երկնքում է։ Բնականաբար այստեղ խոսքը Աստծո որդու մասին է։ Իսկ Հովհաննես 1-ի մեջ արդեն Նաթանայելը, որ մեր Բարդուղիմեոս առաքյալն է, առաջի անգամ վկայեց Քրիստոսին իբրև Աստծո որդի։ Եվ այդ միտքը հետևյալն է. Ռաբի, դու ես Աստծո որդին,
դու ես Իսրայելի թագավորը։ Ուրեմն մարդու որդի եւ Աստծո որդի եզրերը մեր եկեղեցու համար միշտ եղել են հոմանիշներ, ոչ թե առանձին երկու տարբեր արժեքներ կամ երկու տարբեր Քրիստոսի երկու տարբեր բնությունների մասին խոսող բառեր։ Ու սա շատ կարևոր է, որ մենք հասկանանք։ Անցանք առաջ, եւ այս խոսքը ասած բացահայտորեն եւ Պետրոսը նրան մի կողմ տանելով սկսեց հանդիմանել։ Ուրեմն ինչա դուրս գալիս, որ Պետրոսը իմ կարծիքով կենտրոնացավ չարչարանքի, անարգանքի ու մահվան վրա, բայց չկենտրոնացավ վերջի բառի վրա, որ ամենակարևոր բառն էր, որը հարությունն է։ Մենք էլ հաճախ հենց այս վերջի բառը, ամենակարևոր բառը, հարությունը չենք ուզում։ Տեսնենք, մենք կենտրոնանում ենք միայն չարչարանքների, անարգանքների ու մահվան վրա, ու սա չենք ուզում, որ մեր կյանքում լինել։ Ու ինչու՞ց չենք ուզում, որովհետև միշտ ուզում ենք, որ մեր կյանքում ամեն ինչ լուսավոր, երջանիկ լինի, բայց փաստորեն սա ընդհանրապես պատրանք է, իլյուզիա է, իսկ իրականությունը լրիվ տարբեր բան է, որ Քրիստոս մեզ ասում է։ Եվ սա շատ կարևոր է, եւ հետաքրքրորեն, երբ որ սկսեց ասում է մի կողմ տանել ու հանդիմանել, Մատթեոսը բացում է ճակերտները նորից, փակագծեր ու ասում էր, որ քեզ տես բան թող չլինի Տեր։ Այլ խոսքով ուզում էր ասել դու արժանի չես դրան Տեր։ Դու ամենամաքուրն ես, դու ամենաբարին ես, դու այսքան օգնում ես բոլորին ու ամեն ինչ ճիշտ է, ինչ որ ասելու էր Պետրոսը։ Ուրեմն դու արժանի չես, որ դու չարչարվես, հալածվես ու մահանաս, խաչվես կամ։ Ու այս դեպքում մեզանից շատ շատերը կասեին ճիշտ ես ասում Պետրոս, ես արժանի չեմ սրան։ Այսինքն մեր ականջին հաճելի բան կգար Պետրոսի ասածը ու մենք ասեինք դու ճիշտ ես ասում, բայց Քրիստոս հակառակն է ասում։ Քրիստոս ասում է, հիմա պիտի տեսնենք հանդիմանում է ու փորձում է օգնել, որ Պետրոսն ու մենք հասկանանք, որ մարմնական աչքերով տեսնելը մի բան է, հոգևոր աչքերով իրականությունը տեսնելը մեկ այլ բան է, ու դրա համար այստեղ նա դարձավ ասում է, տեսավ աշակերտներին, սա աստեց Պետրոսին ու ասաց, ետևս գնա սատանա, որովհետև դու Աստծո բաները չես խորհում, այլ մարդկանցը։ Շատ յուրահատուկ մի բան է կատարվում, այն նույն Պետրոսը, ում Աստված հայտնեց, որ սա Քրիստոսն է, եւ որդին Աստված ասեց ապրես, գովեց, այդ նույն մարդուն մի քիչ հետո նույն Քրիստոս կոչվում է սատանա։ Զարմանալի բան է։ Եվ այդ բառերը, որ ինքը օգտագործեց Քրիստոս, երկու անձի է օգտագործել։ Մեկը հենց ինքը սատանային, երբ որ 4 գլխի մեջ Մատթեոսի ընթերցում էինք, որ ասում էր ետևս գնա սատանա, հենց նույն այդ բառերը նաև այստեղ ասում արդեն Պետրոս առաքյալին։ Բնականաբար Պետրոս առաքյալը սատանան չէր։ Մենք բոլորս սա հասկանում ենք։ Բայց ինչու կոչեց, որովհետև ասում է, որ դու Աստծո ուզածը չես մտածում։ Դու մարդկանց ուզածն ես մտածում։ Այլ խոսքով ինձ ու ձեզ ասում էր, որ փորձեք ձեր կյանքը փոխել, Աստծո ուզածը մտածեք։ Կենտրոնացեք Աստծո խոսքի վրա։ Իսկ հետևս գնա, այդ իմ բառապատ կապակցությունը նորից հայտնի դրա մեջ դրական բան են տեսնում, ասելով, որ սա նաև ինչ որ չափով Քրիստոսին հրահանգ էր, ներողություն, Պետրոսին հրահանգ էր, որ ինձնից առաջ մի անցի։ Իմ հետևը մնա միշտ։ Ու սա շատ կարևոր է, երբեմն մենք ուզում ենք Աստծուց առաջ անցնել։ Եվ Աստված մեզ հրահանգում է շատ խիստ, որ ինձնից առաջ մի անցի։ Ինձնից առաջ ապահով չի, սխալվելու ես։ Հետևս մնա, որովհետև ես քեզ եթե ուղղորդեմ, միշտ ճիշտ ճանապարհով ես ընթանալու։ Եվ հետաքրքիր է այստեղ Կեսարիոս Արլացին, որ 6-րդ դարի ֆրանսիացի սուրբ է, իրենց սուրբը, մի միտք ասեց, որ ինձ շատ տպավորեց։ Ասում է, չես կարող լինել վատ արյուն Քրիստոսի մարմնի մեջ։ Ու այդ միտքը, որ բերեց, այնքան մտածելու տեղիք տվեց ինձ, որ հաճախ ես իբրև Քրիստոսի մարմնի անդամ, արդյոք լավ արյուն եմ, թե վատ արյուն եմ։ Ու արյան խնդիրը ինչ է, որ եթե արյունդ վատ է, ամբողջ մարմինը սկսում է վարակել։ Այդ արյան պատճառով աչքերն են սկսում վատ տեսնել, շնչառությունը, հոտառությունը, ձեռքերը, ոտքերը, սիրտը, ուղեղը, ամեն ինչի սնուցողը արյունն է։ Ու եթե արյունը վարակված է, ամեն ինչ վտանգված է։ Եվ ասում եմ մեզանից յուրաքանչյուրը զգուշ լինի, որ մենք Քրիստոսի մեջ
վարակ չբերենք։ Քրիստոսի եկեղեցու մեջ վարակ չբերենք։ Այնքան շատ է լինում, որ մենք Քրիստոսի եկեղեցու մեջ վարակ ենք բերում։ Գիտեք ամենաշատը որն է երևում, երբ որ տեսնում ենք անարժան հոգևորական։ Միանգամից ամբողջ եկեղեցու անունն է գցում։ Այսօր Տերով Սեպն եկել խոսում ենք, որ հիշում էր իր շրջանի, ասենք Վազգեն Վեհափառի օրոք այս կամ այն հոգևորականին, դրականն էլ եւ բացասականն էլ խոսում էր այն մասին, որ տասնամյակներ հետո միևնույն այդ բացասականին հիշում էին ու ասում էին, այս բացասականը այսպիսի բան արեց։ Միանգամից աչքի է զարնում։ Բայց սա չի նշանակում, որ մենք իբրև քրիստոնյաներ թողնելու ենք ամեն ինչ հոգևորականին, եթե լավն է, ուրախ ենք, սրբացնում ենք, եթե վատն է, ասում ենք վատն է ու ինչ որ չափով գայթակղում ենք, չէ, մենք էլ Քրիստոսի մարմնի արյան մաս ենք կազմում։ Եվ զգույշ լինենք, որ մաքրենք, ոչ թե կեղտոտենք, այլ մաքրենք։ Եվ այստեղ նաև շատ հետաքրքիր է, որ շատ ուրիշ միտք էլ է ասում Պետրոս։ Նախ Քրիստոս, եթե ուշադրություն դարձեցիք, Պետրոս առանձնացրեց Քրիստոսին, որ առանձին բան խոսի աշակերտներից հետո։ Հեռու Քրիստոս թեքվեց, նա դարձավ, տեսավ աշակերտներին ու աշակերտների առջև սաստեց Պետրոսին ու ասաց։ Այսինքն առանց մի առանձնացրուց։ Այս բոլորը, որ հիմա ինչ որ ասում եմ, բոլորի համար ու քո եւ հետեւյալն էր, որ ոչ միայն ես պիտի ես խաչի ճանապարհով անցնեմ, այլ եթե մեկ ուզում է ինձ հետևի, ու սա շետ ամենադժվար պահն է իբրև քրիստոնյայի, բայց եթե քրիստոնյա ենք, պիտի հասկանանք։ Եթե ուզում ես ինձ հետևես, դու էլ ես այդ խաչի ճանապարհով անցնելու Հայկ կամ Պետրոս։ Եվ հետաքրքիր է, նաև ինչ շատ կարևոր բան կա, որ այս խաչի ճանապարհը ինքնին իրապես այդ դժվար ճանապարհն է, որի մասին մի քիչ ավելի եմ ուզում խոսել։ Եվ նա իր մոտ կանչելով ժողովրդին աշակերտների հետ միասին ասաց նրանց, եթե մեկը կամենում է գալ իմ հետևից, թող ուրանա իր անձը, թող վերցնի իր խաչը եւ գա իմ հետևից։ Նախ հետաքրքիր առաջի բառերը, որ կան, եթե մեկը կամենում է, Քրիստոս որևէ մեկին չի պարտադրում։ Ու սա շատ կարևոր է։ Երբեք ինձ չի պարտադրել, որևէ մեկին այստեղ չի պարտադրել, եթե ուզում ես ինձ հետևել, սա քո կամքն է, դու ես դրա պատասխանատուն։ Եվ հետաքրքիր է, որ այդ կամենալը երբեք պարտադրանք չի։ Մյուսը ասում է, որ պիտի ուրանաս քո անձը, վերցնես քո խաչը եւ գաս իմ հետևից։ Ուրեմն Քրիստոսին հետևելը ընտրություն է։ Եվ այդ ընտրությունը մի բան է, որ ազգի պատկանելության հետ չի գալիս։ Մենք սխալ ընկալում ունենք։ Մենք ասում ենք ես հայ եմ, ուրեմն քրիստոնյա եմ։ Չէ, ազգի պատկանելությունը չի նշանակում, որ դու քրիստոնյա ես։ Դու պետք է ընտրես Քրիստոսին, որ դառնաս քրիստոնյա։ Նախ եւ առաջ պետք է մկրտվես, եւ եթե մկրտվել ես մանուկ հասակում, որ հրաշալի է, արդեն պաշտպանվել ես Քրիստոս վերստին ծնունդ ես առել, ուրեմն արդեն մեծ հասակում ծանոթանում ես Քրիստոսին ու սկսում ես հետևել քո կամքով, հետևել Քրիստոսին։ Ուրեմն այս մտահոգությունը, որ ես հայ եմ, ուրեմն քրիստոնյա եմ, խորքի մեջ ինքնախաբեություն է։ Ու դրա համար այս միտքն է, արդյոք ես ճանաչում եմ Քրիստոսին, արդյոք ես մաս եմ կազմում եկեղեցու մեջ։ Եվ փաստորեն ինչ է պետք, որ ես Քրիստոսի հետևորդ լինեմ կամ Քրիստոսի աշակերտ լինեմ։ Ինչ նախապայման կա, prerogative կա։ Անձս պիտի ուրանամ, խաչս պիտի վերցնեմ, իսկ Ղուկասն ավելացնում է, խաչդ ամեն օր վերցրու, Ղուկաս 9-ի մեջ է սա լրիվ փոխում է մոտեցումը։ Խաչդ ամեն օր ասում է պիտի վերցնես եւ պիտի քայլես Քրիստոսի հետևից։ Ուրեմն անձը ուրանալը խոնարհության առաջին նշանն է, երբ որ քո եսը սկսում ես խոնարհեցնել։ Դա սկիզբն է։ Երկրորդը գալիս է խաչը վերցնել, այդ դժվարություններին տոկալը վերցնել քո վրա։ Եվ երրորդը նաև քայլել։ Ուզում եմ այստեղ մի հետաքրքիր բան ասեմ, որ ես օրինակ չէի մտածի, եթե ձեզանից շատերը մտածել էին, չգիտեմ, որ խաչը վերցնելը դեռ բավարար չի։ Պիտի այնքան ուժ ունենաս, որ խաչը ուսիդ քայլես։ Ու փաստորեն քրիստոնյան այն կերպարն է, որ խաչ ուսերին քայլում է։ Մենք ոչ ուզում ենք խաչը վերցնել, ոչ էլ ուզում ենք խաչով քայլել, բայց
փաստորեն Քրիստոս սենսան ու իբա մտովի պատկերացրեցի Քրիստոս խաչը վերցրած արչևից է գնում իր մեծ խաչը մարդկության համար տարած խաչը ու մենք մեզանից յուրաքանչյուր իր փոքր խաչերով վերցրել ենք ու խաչով ենք քայլում Քրիստոսի հետևից ուրեմն դա դժվար ճանապարհ է եւ հետաքրքիր է հայրերն ասում են ինչքան մեղքն էլ շատանում է այնքան այդ ճանապարհը հորթուբորտ ու քարերով ու փոսերով լեցուն է լինում եւ խաչով այդ ճանապարհի վրայով անցնելը շատ ավելի է դժվարացնում բայց ուրիշ տարբերակ չկա եթե կամենում ենք եւ այդ բառերը ինքը շեշտեց ուրեմն էսա խաչդ կվերց նախ անձդ կխոնարեցնես խաչդ կվերցնես եւ խաչով իմ հետևից կգաս եւ սա փաստորեն այն ճշմարտությունն է որ մեզանից յուրաքանչյուրը պիտի իմանա ու շարունակում է որովհետեւ ով կամենում է ազատել իր անձը այն պիտի կորցնի իսկ ով կորցնի իր անձը ավետարանի եւ ինձ համար պիտի ազատի այն Հետաքրքիր է անձ բառը ճիշտ բառ է բայց խորքի մեջ առաջի իմաստով փսիքե կամ փսիխե բառն է հունարեն որ նշանակում է նախ եւ առաջ հոգի հիմա եթե այդ անձի փոխարեն հոգին դնեմ միտքը շատ կփոխվի որովհետև ով կամենում է ազատել իր հոգին, այն պիտի կորցնի իսկ ով կորցնի իր հոգին ավետարանի եւ ինձ համար, որոշ ձեռագրեր նաեւ ունեն եւ ինձ բառը, ապա պիտի ազատի այն։ Հաճախ մենք ուզում ենք փախուստի միջոցով ազատագրվել։ Մարդկային միտքը էսա, փախի որ փրկվես։ Էսա միջոցը։ Բայց Քրիստոս հակառակն է ասում, ինքը չփախա որ փրկվի։ Այլ ասում է փրկությունը իրականում իմ ավետարանը ու իմ մեջ է ավետարանը վերցրու արի իմ հետևից մի փախի սա է իրական փրկությունը որովհետև այնի ժամանակավոր փրկությունն է իսկ սա հավիտենական փրկությունն է ուրեմն նաև հետաքրքիր մի միտք էր ասում որ եսակենտրոնությունը կործանարար է իսկ դիմացինին սիրելը ազատարար դրա համար էր այս միտքը ով կամենում է ազատել իր անձը այն պիտի կորցնի իսկ ով կորցնի իր անձը ավետարան եւ իմ համար այսինքն դիմացինի համար Աստծո համար այն կազատի ու դրա համար այս միտքը կոնկրետ ուղիղ կապ ունի ամենամեծ պատվիրանին սիրիր դիմացինին ընկերոջդ ինչպես քո անձը երբ որ դու դա ես անում դու ազատում ես ինքդ քո անձն ես ազատում սա շատ կարևոր է ու այստեղ նաև մի հետաքրքիր բան է գալիս որ Քրիստոսի տարբերություն մյուս ղեկավարների շատ ավելին է պահանջում քան հավատարմությունը ինքը պահանջում է որ մենք ավետարանի համար պատրաստ լինենք մեր անձը կորցնել։ Եվ թերևս սա շատ ծանր պահանջ կթվար, բայց երբ որ տեսնում եմ իր անձը, որ ինքը առաջինը դա արեց իմ համար, ինքը իր անձը զոհեց իմ համար, հասկանում եմ, որ ինքը ծանր բան չի դնում իմ վրա, ինքը ցույց է տալիս, որ ես սա արեցի, հիմա դու պարտավոր ես դա նաև անել մյուսի համար, դիմացինի համար։ Ուրեմն սա է այդ ինքնազոհության գաղափարն է, որովհետև հետաքրքիր մի միտք կա, ասում է, երբ որ Աստծո համար ես զոհում քո կյանքը, ազատում ես, իսկ երբ որ քո համար ես զոհում քո կյանքը կամ քո շահի համար, կործանում ես քո կյանքը։ Կործանում կա, եթե քո համար է, եթե Աստծո դիմացինի համար է, ուրեմն շահ է։ Եվ հետաքրքիր է, ուրեմն Էվանգելիոն բառը, որ հունարենով նշանակում է բարի լուր, ու մենք բոլորս գիտենք, փաստորեն պահանջում է, որ Էվանգելիոնի այդ բարի լուրի համար, Քրիստոսի բերած բարի լուրի համար, մենք պատրաստ լինել ինքնազոհության գնանք։ Բայց այսօր այդ միտքն եմ բերում, որ այսօր մենք նույնիսկ ոչ թե ինքնազոհության, այլ ավետարանի համար նույնիսկ չենք էլ վկայում։ Պատկերացրեք, եթե Քրիստոս մեզանից պահանջում է, որ մենք զոհենք ինքներս մեզ, մենք նույնիսկ այդ ավետարանը չենք էլ վկայում դիմացինին։ Ու սա է այդ տարբերությունը, ուրեմն հենց այստեղ է, որ մենք պիտի փորձենք հասկանալ, թե ինչի մասին է խոսքը, ինչ է ինքը ուզում ու ինչպես եմ ես ապրում։ Շարունակում է ինչ օգուտ է մարդուն, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի, որովհետև մարդ ինչ ունի տալու իր անձի փոխարեն։ Այստեղ այս միտքը նույն հենց առլացու մոտ էր, որ մի թող որ անօրենի թվացյալ երջանկությունը քեզ բխտորիներ, որովհետև հաճախ աշխարհը շատ գրավում է մեզ ու մեզ թվում է թե աշխարհիկ մարդը, ով շատ փող ունի, շատ ծանոթություն ունի, ինքը երջանիկ է, իսկ մենք դժբախտ ենք։ Ու դրա համար սրբերն ասում են երբեք մի թույլ որ անօրենի թվացյալ երջանկությունը
քեզ պղտորի, դա ձևական է, դա թվացial է, դա իրական երջանկություն չի, որտեվ մի մարդ եթե Աստծուն չի ընդունում, ինքը չի կարող երջանիկ լինել, որովհետև Աստված ինքը երջանկության աղբյուրն է։ Ու ինչպես կարող ես ծառավ չլինել, եթե ջուր չես խմում։ Չէ՞ որ Աստված այդ կյանքի աղբյուրն է, Աստված այդ երջանկության աղբյուրն է, սա շատ կարևոր է, որ մենք հասկանանք։ Իսկ ինչն է արժեքը, ինչն է գինը։ Այս հետաքրքիր մի միտք կար, այն օրը սա էի լսում։ Ասում է, ինչ օգուտ մարդուն, որ եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի, որովհետև մարդ ինչ ունի տալու է, ինչ ունի տալու իր անձի փոխարեն։ Այստեղ մի շատ հետաքրքիր գին կա։ Ինչ է գինդ։ Ինչքանով ես վաճառվում։ Եվ սա շատ կարևոր է նաև մեր կյանքի մեջ, որովհետև հաճախ եւ ազգի մեջ տեսանք պատերազմի ժամանակ, եւ հավատքի մեջ տեսանք, երբ որ ուրանում ես հավատքդ գնում ես տարբեր աղանդների հետևից կամ ուրիշ կրոնների, Քրիստոսին ես ուրանում, դառնում ես նույնիսկ մուսուլման նման հայեր էլ կան։ Հարցը հետևյալն է, կամ ինչա գինդ։ Խորքի մեջ քրիստոնյան գին չունի։ Քրիստոնյան չի կարա ասի ու կապ չունի, մեկը եթե $1000 է վաճառվում, մեկը 100,000 միլիոնով է վաճառվում, էական չի։ Եթե գին կա քո վրա, եւ այդ գինը կա, որով դու պատրաստ ես ծախվել, բառն եմ ժողովրդական օգտագործում, կամ այլ խոսքերով compromise անել, կոմպրոմիսի գնալ, քո հավատքը կոմպրոմիսի անել, ուրեմն դու արժանի ես Քրիստոսին։ Գիտեք որն է գինը քրիստոնյայի, իր կյանքը, իր մահը։ Եվ հենց էսա կոնտեքստը ամբողջ։ Քրիստոնյայի գինը իր մահն է, իր կյանքն է։ Սա է այն գինը, ինձ ոչ մի ձև չես կարող շեղել իմ արժեքներից։ Կարող ես կյանքս վերցնել, բայց ես ոչ ուրանալու եմ իմ հավատը, ոչ էլ ուրանալու եմ իմ արժեքները, իմ հայրենիքը, իմ ծնողին, իմ սրբությունները։ Սա է իրական քրիստոնյան, եւ եթե մենք նման քրիստոնյաներ ենք, մենք անպարտելի ենք, որովհետև աշխարհը մեր վրա իշխանություն չունի, ինչպես Քրիստոսը ասում։ Աշխարհը այն ժամանակ իշխանություն կունենա իմ վրա, երբ որ ես պատրաստ եմ ծախվելու, վաճառվելու։ Իսկ եթե իմ կյանքն է գինը, որովե իշխանություն աշխարհը իմ վրա չունի, իսկ կյանքն էլ ինքնին Քրիստոսինն է, որ Քրիստոս ինձ տվեց, եւ իրենն է այս ամբողջը։ Եվ դրա համար է այստեղ ասում, որ մի ամբողջ աշխարհ այն արժեքը չունի, ինչ որ քո հոգին հայք։ Մեզանից յուրաքանչյուրիս հոգին ավելի թանկ է, քան մի ամբողջ աշխարհ։ Եվ երբեմն մենք սա թեորիապես հասկանում ենք, բայց գործնականում չենք ուզում ընդունել։ Եվ պատրաստ ենք փոքր բանի համար մեղքեր գործել, ֆրադ անել, էս անել, առանց հասկանալու, որ երբ որ դու դա ես անում, դու քո հոգին ես վաճառում։ Այդ փոքրիկ բանի համար, այդ անձնական շահի համար, որը շատ ավելին էր այդ հոգիդ, քան ամբողջ աշխարհից, դու մի փոքրիկ բանի համար այն փոխեցիր։ Եվ դրա համար էր, որ Մատթեոսը այստեղ ավելի է բացում նորից փակագծերն ու ասում ինչ օգուտ կունենա մարդ, եթե այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կործանի կամ մարդ իր անձի փոխարեն ինչ փրկանք պիտի տա, քանի որ շարունակությունը, որ Մարկոսում չկա, մարդու որդին գալու է իր հոր փառքով, իր հրեշտակների հետ միասին եւ այն ժամանակ յուրաքանչյուրին կհատուցի իր գործերի համար։ Երկու բան, առաջինը, որ այստեղ Տերը ինքն է ասում, որ մեզանից յուրաքանչյուրը իր գործերի փոխարեն է հատուցվելու, գործեր, ինչ ես արել, ինչ հավատքի գործ ես կատարել, սա ինքն է ասում։ Ու սա շատ կարևոր է, ոչ թե միայն հավատքով ես փրկվում, այլ հավատքով ու հավատքի գործերով, սիրո գործերով։ Եվ դրա համար ասում, գալու եմ հոր փառքով եւ հրեշտակների հետ միասին, եւ այն ժամանակ յուրաքանչյուրին հատուցելու եմ ըստ իր գործերի։ Բայց երկրորդ պարագան, որ շատ ավելի կարևոր է, հետևյալն է։ Փաստորեն Քրիստոս ասում է, ես երկրորդ անգամ եմ գալու։ Եվ այդ երկրորդ անգամ, երբ որ գալու եմ քեզ կամ դատեմ, կամ օրհնեմ։ Եվ այդ երկրորդ անգամվա գալուսն է, որ իմ կյանքում ամեն ինչ փոխում է։ Ու դրա համար միշտ քրիստոնեության մեջ նույն հենց մեր եկեղեցու խորանը, որ դեպի արևելք է միշտ նայել, հետևյալը է եղել։ Ամեն անգամ, երբ որ եկեղեցի ենք մտել, հիշել ենք, որ արևելքից Քրիստոս գալու է, ու մենք դեմ առ դեմ պիտի Քրիստոսին պատրաստ լինենք դիմավորելու։ Բայց երբ որ աշխարհը այնքան է մեզ խճճում կամ թաղում մեզ իր հոգսերին տակ, մենք արդեն մոռանում ենք երկրորդ գալուստը, որ Քրիստոս գալու է։
Բայց երկրորդ գալուստը երկու ձև կարող լինի, կամ իմ մահով, որը արդեն անմիջապես պատրաստում է ինձ Քրիստոսի գալուստին, կամ հենց անմիջական իր գալով, որ ես որևէ մեկս չգիտենք, թե երբ է լինելու։ Ուրեմն նաև ինչ էր ասում այստեղ Աստված, կամ այս դեպքում ավետարանի չէ, որ Աստծո պարգևը, որ աշխարհն է, մի փոխիր Աստծո պատկերի հետ, որ հոգին է։ Ուզում եմ այս միտքը նորից ասեմ։ Աշխարհը Աստծո պարգևն է, երկիր մոլորակը, իսկ հոգին մեր Աստծո պատկերն է։ Ասում էր Աստծո պատկերն ավելի արժեք ունի, քան Աստծո պարգևը։ Եվ այս կոնտեքստի մեջ մի քիչ ավելի խորն ենք գնում։ Մի ընտրի նվիրողի նվերը, այլ ընտրիր նվիրողին, անձը։ Ու հաճախ ես ուզում եմ մի կոնկրետ օրինակը բերեմ։ Շատ հաճախ տեսնում ես, չգիտեմ, ամուսիններ են կամ նշանվածներ են, շատ հանկարժեք, ասենք, նշանածը ինչ որ մատանի է տալիս մեծ քարով։ Ու աղջիկը ոգևորվում է ու կենտրոնանում է այդ նվերի վրա, փոխանակ կենտրոնանա նվիրողին։ Նույնը հաճախ մեր կյանքում է լինում։ Մենք փոխանակ կենտրոնանանք նվիրող մարդուն, կենտրոնանում ենք նվերի վրա։ Իսկ դա արդյոք չի նեղացնում նվիրողին, անշուշտ նվիրողին նեղացնում, որտեղ ասում է, ախր ես սա տվեցի ոչ թե նրա համար, որ դու սա ինձանից ավելի շատ գնահատես, այլ իբրև սիրո խորհրդանիշ, իբրև սիրո արդյունք, բայց ես եմ կարևորը, ոչ թե այդ կտորը, այդ նվերը, այդ պարգևը, բայց մարդը արածը հաճախ սա է անում, ու այդ նվերը կարող լինի տաղանդը, շնորհը մեր։ Միշտ ասում եմ, մենք չսիրահարվենք մեր շնորհների վրա, մեր տաղանդների վրա, միշտ հիշենք, որ այդ բոլորը նվեր են, ու այդ անձին միշտ փառաբանենք, որովհետև ինքն է նվիրող, ու սա էր ուրեմն ասում, նվերի վրա մի կենտրոնացեք, իմ վրա կենտրոնացեք, ես եմ կարևորը։ Եվ նաև շարունակում էր, ով ամոթ համարի ինձ եւ իմ խոսքերը այս շնացող եւ մեղավոր ազգի մեջ, մարդու որդիր է նրան պիտի ամաչեցնի, երբ գա փառքովն իր հոր եւ սուրբ հրեշտակների նորից երկրորդ գալուստի մասին է խոսվում։ Եվ բայց ուզում եմ մի քիչ այստեղ կենտրոնալ, ինչպես եմ ես Քրիստոսին ամոթ համարում։ Ասեմ ինչպես, ամենատարրական ձևով, երբ որ ամաչում եմ ինձ հավատացյալ կոչելուց։ Ասում եմ, հեսա եթե ասենք եկեղեցի եմ գնում, հավատացյալ եմ, կասեն սա շեղվածա կամ տարել է մի բան իրան։ Ամաչում եմ, այս դեպքում ամոթ եմ համարում, երբ որ Քրիստոսի մասին չեմ վկայում, երբ որ պահը կա, առիթը կա, եւ ես կարող եմ ասել ճիշտ պահն է, եւ այստեղ շատ կարեւոր է, երբեմն ճիշտ պահը չի պետք չի ասել։ Բայց երբ որ ճիշտ պահն է, ես նորից միևնույնն է ամաչում եմ կամ չեմ ուզում ասել։ Չեմ ասում Քրիստոսին չեմ վկայում, ճշմարտությունը չեմ վկայում, իրականությունը չեմ վկայում։ Եվ այս ժամանակ ես դառնում եմ կեղծ մարգարե կամ կեղծ ուսուցիչ, որոնք փորձում են այսօրվա մեր լեզուն եմ օգտագործում politically correct լինել։ Այսինքն փորձում են քաղաքականության վերածել հավատքը եւ ճիշտ խոսել, որ հանկարծ մեկին կամ մյուսին չնեղացնեն։ Քրիստոս երբեք այդպես մեզ չուսուցանեց։ Դրա համար երբ որ եկան իրեն Հովհաննես 6-ի մեջ ասեցին քո խոսքերի պատճառով շատերը գայթակղվեցին Տեր, ասես թող գնան։ Ես իմ ավետարանը չեմ փոխելու սրա կամ նրա կամահաճույքի պատճառով։ Իսկ մենք այսօր իբրև քրիստոնյաներ ավետարանը փորձում ենք փոխել սրա կամ նրա կամահաճույքի պատճառով։ Ու սա շատ կարևոր է։ Փոքրիկ օրինակ բերեմ։ Այս վերջերս որ Չարլի Քրքին սպանեցին, առաջնորդանում բան գնաց, հաղորդագրություն գնաց եւ կան լիբերալ հայեր ու կան պահպանողական հայեր սկսեցին բանավիճել եւ այստեղ ինչ պիտի անես։ Եթե ուզում ես երկուսին պայես, ոչ մեկին չես պայելու, ունես քո ստենսը, քո հստակ դիրքորոշումը, գնում ես քո դիրքորոշումին, որովհետեւ միշտ կյանքում լինելու են մարդիկ, ովքեր քո հետ չեն համաձայնելու։ Եթե դու ունես քո արժե համակարգը, ու դու պիտի պահես քո այդ արժե համակարգը, իսկ politically correct կոչված լինելը նշանակում է քո դեմքը չունենալ, լինել քամելիոն։ Այսօր ես եմ, վաղերն եմ, մյուս օրերն եմ, քրիստոնյան երբեք դա չի ու չի կարող դա լինել։ Մեզանից յուրաքանչյուր գիտեմ, որ դա դժվար է հաճախ, բայց սա է ինչ որ Քրիստոս մեզ ուսուցանում է։
Հետաքրքիր նաև բան կա, ինչպես ենք ամաչում Քրիստոսից։ Մենք ասում եմ, ես իմ սրտով քրիստոնյա եմ, ես հո գիտեմ, որ ես իմ Աստծուն հավատում եմ, բայց բերանով չեմ խոստովանում։ Հենց սա է, չէ, բերանով էլ պիտի խոստովանես։ Մարտիրոսներն ինչի էին նահատակվում առաջի դարում կամ Եղեռնի ժամանակ, շատ հետ էլ չգնանք։ Բերանով էին խոստովանում, այո, ես քրիստոնյա եմ։ Ու դա բավարար էր, որ իրանց սպանեին, նահատակեին, բայց բերանով խոստովանում են։ Ես եթե ասեր, մեկը այս իմ սրտի մեջ գիտեմ, որ ես քրիստոնյա եմ, ու բերանով ասեր, չէ, ես քրիստոնյա չեմ, արդյոք դա չէ նշանակում խաբեություն։ Ուրեմն հենց այստեղ է ամաչել Քրիստոսի համար նշանակում է բերանով չխոստովանել Քրիստոսին։ Ավելին ասեմ, մենք ոչ թե միայն բերանով չենք, մենք ամաչում ենք խաչ անենք մարդկանց մեջ։ Եկեք անկեղծ գտնվենք։ Անկամ պարզ խաչը մենք ամաչում ենք մարդկանց մեջ անել, որ ցույց տանք, որ մենք քրիստոնյա ենք։ Արդյոք սա Քրիստոսին ամոթ համարել չի։ Ինչու ենք սա անում։ Եվ Քրիստոս ասում է, եթե այս ամոթը մենք այս ամբողջ անում ենք շնացող եւ մեղավոր ազգի մեջ, որը իբրև այդպեսին արդեն շնացող ու մեղավոր է, ինքը չի ընկալելու քո շնորհները, ուրեմն ես էլ գալու եմ իմ հոր փառքով ու իմ հրեշտակների հետ ու ձեզ եմ ամաչեցնելու, որովհետև դուք ինձ չպահեցիք։ Ու այսինքն այլ խոսքով մենք մեր պարտականությունները չպահեցինք եւ ինչ եղավ, մենք ժամանակավորը նախընտրեցինք ու հավիտենականը կորցրեցինք։ Եվ Քրիստոս էր ասում, որ հավիտենականը պահեք, իսկ ժամանակավորը կարևոր չի, որտեղ ժամանակավորը անցողիկ է։ Ու դրա համար ես վերջում նորից այս միտքն եմ բերում, որ հենց ինքնին այս երկրորդ գալուստի գաղափարն է, որ ամեն ինչ փոխում է մեր կյանքում։ Եվ վերջի նախադասությունն է, ասում է, եւ նրանց ասած, ճշմարիտ ասում եմ ձեզ, թե նրանցից, որ այստեղ են, կան ոմանք, որոնք մահ չպիտի ճաշակեն, միջև որ տեսնեն Աստծու արքայությունը զորությամբ եկած։ Ուրեմն հենց սա է եւ երկրորդ գալուստի մասին է խոսքը։ Եվ նաև այդ երկրորդ գալուստին նախաճաշակն է Քրիստոս տալիս պայծառակերպությամբ ու պատահական չի, որ պայծառակերպությունը կամ այլակերպությունը, որ ժողովուրդը վարդավառ է կոչում, ինքը մեր 5 ամենակարևոր տոներից մեկն է, որովհետև ինքը նախաճաշակն է, օրինակն է երկնքի արքայության։ Ու դրա համար օրինակ Թեոփիլակն ասում էր պայծառակերպությունը այլ բան չէ, եթե ոչ Տիրոջ երկրորդ գալուստի հայտարարությունը, որի ժամանակ Քրիստոս ինքը եւ իր սրբերը պիտի պայծառ երևան։ Եվ իրապես հենց սա է, այդ մի փոքրիկ glimpse անգլերենով որ ասում են, տեսանք պայծառակերպության ժամանակ ու Քրիստոս ասում է կան ոմանք, որոնք այստեղ են ու մահ չպիտի ճաշակեն, մինչև որ տեսնեն Աստծո արքայությունը զորությամբ եկած։ Թե ով են այդ մարդիկ եւ երբ է դա լինելու, մենք ընթերցելու ենք արդեն 9-րդ գլխի մեջ, 9-րդ գլխի սկզբում արդեն կհասկանանք, թե ինչ էր ասում Քրիստոս եւ ինչի մասին էր խոսքը։ Գալով բանալի բառերին, այս դեպքում նաեւ slash եմ դրել արտահայտություններին, որովհետեւ միայն բառերը չէ, որ ուզում եմ օգտագործել, այլ նաեւ արտահայտությունները, շատ հարուստ է այսօրվա տեքստը, շատ խորն է ինքը։ Նախ կույրի մասին։ Երկրորդը ձեռքից բռնելը շատ կարևոր էր։ Երրորդը գյուղը, քանի անգամ գյուղն օգտագործվեց։ Տեսնել գաղափարը կար։ Ով եմ ես հարցը կա, շատ կարևոր։ Դու ես Քրիստոսը պատասխանը կա, արդյոք ես այդ նույն պատասխանը կասեմ Քրիստոսին։ Ետևս գնա սատանա արտահայտությունն է շատ կարևոր։ Գնալ Քրիստոսի հետևից գաղափարն է շատ կարևոր։ Հոգին կամ անձը շահել կամ կորցնելն է։ Երկու տեղ մենք էս տեսանք։ Քրիստոսին ամոթ համարելը եւ Աստծո արքայության գալուստը։ Եթե նայեցիք արդեն այսօրվա կոնտեքստը շատ ավելի խորքային է, շատ ավելի աստվածաբանական է, շատ ավելի լուրջ է։ Ու սրանից հետո այդպես է գնալու։ Ուրեմն նախնական առաջի շրջանը, նախապատրաստական շրջանը, որ մենք միջև 8-րդ գլխի կեսը ընթերցեցինք, կարծես այս տեղով անցնում է ու հիմա սկսում է ավելի խորանալ, այլ խոսքով Քրիստոս առաքյալներին ավելի է տանում դեպի խորքը, դեպի իրեն ճանաչել ու ի վերջո նաև պատրաստվել աշխարհ դուրս գալ եւ աշխարհում վկայել ճշմարտությունը։ Իմ փոքրիկ հոգևոր վերլուծությունն եմ ուզում այստեղ տալ, որը նորից շատ կարևոր եմ համարում իմ փոքրիկ կարողության չափով, հետեւյալը միտք եկա, որ մեզանից յուրաքանչյուրը մեր կյանքի մի օր, ներողություն, մեզանից յուրաքանչյուրին կյանքի մի օր բերել են Տիրոջ մոտ։
եւ աղաչել, որ Տերը դիպչի մեր սրտի եւ հոգու աչքերին, որպեսզի նրանք սկսեն տեսնել։ Բոլորիս էլ մեկը մի օր բերել է։ Եղել են մարդիկ, որ խանգարել են մեզ եւ Քրիստոս մեր ձեռքից բռնած առանձնացրել է մեզ, որպեսզի բժշկի։ Երբեմն բուժումը միանգամից չի եղել, սակայն եթե Տիրոջ մոտ ենք մնացել եւ շարունակել ենք բժշկվել, մեր առողջությունը կատարելապես վերականգնվել է։ Կուռքերի եւ կայսրերի պաշտամունքի վայրում հանկարծ Քրիստոս մեզ հարցնում է. ով եմ ես քեզ համար։ Եթե ուսանած ենք լինում, եւ սա շատ կարեւոր է, Քրիստոսի մասին եւ Պետրոսի նման ճիշտ ենք պատասխանում, արդյոք պատրաստ ենք լինում ուսմունքը կյանքի վերածել եւ ապրել Քրիստոսի նման, այսինքն մեր խաչերը վերցնել եւ գնալ Տիրոջ հետևից եւ չամաչել նրանից։ Եթե հաստատուն մնանք այս խաչի ճանապարհի վրա, ապա Քրիստոս մեր Տերը մեզ կարժանացնի իր լիարժեք տեսողությանը եւ իր ներկայության մեջ մեզ կորժնի։ Ուրեմն իրապես այս ամբողջ երկու պատումներն էլ շատ հետաքրքիր էին։ Փորձենք այս հարցադրմանը պատասխանել, ով եմ ես, խաչերս վերցնենք, գնանք Քրիստոսի հետևից, որովհետև վարձատրություն կա, իսկ վարձատրությունը լինում է իր ներկայությունը, որը որ ինքը Տերը մեզ խոստացավ։ Եվ միշտ վերջում փորձում եմ կապել այս կիրակի օրվա հետ, այս եկող կիրակի Աստծո կամոք մենք միասնաբար նշելու ենք Վարագա Սուրբ Խաչի տոնը։ Վարագա Սուրբ Խաչի մասին վստահ եմ բազում անգամ լսել ենք, այդ հրաշքը, խաչամասունքը, որ երևաց 7-րդ դարում եւ բոլորը տեսան, եւ այդ վանքը, Վարագա վանքը ինքնին հայոց պատմության մեջ մեծագույն կենտրոններից մեկն է եղել։ Արևմտյան Հայաստանի թերևս ամենակարևոր կենտրոնն է եղել, arguably անգլերենով ասած, որ Եղեռնից առաջ դեռ կար, նույնիսկ Եղեռնից հետո է, որ ամբողջությամբ փլուզվում է։ Եվ ինքնին ոչ միայն փաստորեն այդ հրաշքի հետևանքով այս վանքը կառուցվեց, այլ այս վանքը դարձավ այդ լուսավոր կանթերներից մեկը, որ մոտ 1300 կամ 1200 տարի հայ ազգը լուսավորեց իր հրաշալի գրադարանով նաև։ Բայց դրանից մի օր առաջ Սուրբ Գևորգ Զորավարի տոնն է։ Եվ Սուրբ Գևորգն էլ շատ կարևոր է ու կարծում եմ, որ այսօրվա շաբաթ օր, այսինքն այսօրվա մեր կոնտեքստին է շատ համահունչ, որովհետև Սուրբ Գևորգներն այն անձինք են, ովքեր Քրիստոսին չամաչեցին, Քրիստոսին վկայեցին ու հաղթեցին այն վիշապին, տրորեցին այն վիշապին, որ իրենց ոտքերի տակ էր։ Ու կարծում եմ պատահականություն չի, որ շաբաթ օրը Սուրբ Գևորգն ու մեր կոնտեքստն էլ սա էր, իսկ Վարագա Սուրբ Խաչը այդ լույսն ու ջահը, այդ հրաշքը, որ մեր մի ամբողջ 1000 եւ ավել տարի լուսավորեց մեր ազգին, ինքն էլ մեզ այսօր դեռ լուսավորում է, որովհետեւ այն ինչ որ այն ուսմունքն ու այն հավատքը, որ Վարագա Սուրբ Խաչն էր մեզ փոխանցում, մենք այսօր դեռ ունենք, ու մեզանից յուրաքանչյուրը ինքնին պիտի իրապես այդ պարտականությունը զգա, որ ինքն էլ մեկին փոխանցի այն ինչ որ Վարագա վանքներ մեզ տալիս։ Այսքանով ուզում եմ շնորհակալություն հայտնել, փառք տալ, որ իրար հետ էինք, ընդմիջենք